Ուսումնասիրում ենք Procreate-ի գունային պալիտրան, այն ներառում է 5 տարբեր գունային ռեժիմներ, առաջինը գունային շրջանն է, այստեղ ընտրում ես գույնը, կարող ես մեծացնել մեջտեղի շրջանը, իսկ քաշելով տեղափոխում ես քեզ հարմար մաս, երբ սկսում ես նկարել, History բաժնում երևում են այն գույները, որով աշխատել ես։ Classic-ում առանձնացված է HSP-ն, այսինքն Hue, Saturation, Brightness, երանգ, հագեցվածություն, պայծառություն։ Երրորդը Harmony-ն ցույց է տալիս գունային համադրությունների տարբեր մոդեր։ Հիմա արագ ցույց տամ, թե այստեղ ինչ կա։ Վերևում մի քանի համադրման տարբերակներ են առանձնացված։ Complementary ընտրում է հակադիր գույներ գունային պանիվի վրա, Split Complementary մեկ հակադիր գույնի փոխարեն ընտրում է 2 հարակից գույն հակառակ կողմում, Analogian ընտրում է 3 հարևան գույն, Triadan ընտրում է 3 գույն, որոնք տեղակայված են գունային անիվի վրա հավասար անկյուններով, և Tetradic ընտրում է 4 գույն, որոնք կազմվում են 2 զույգ հակադիր գույներից։ Անցանք առաջ, հաջորդը Volume թույլ է տալիս մուտքագրել HSP կամ RGB թվային արժեքներ, ներքևում CMYK-ն է և Hex 6-անիշ գունային կոդը։ Եվ վերջինը, Palette-ը, պլյուսով կարող է ստեղծել քո սեփական գունապնակը, տալիս ես անուն, վերադառնալով շրջանի վրա ընտրում ցանկալի գույնը և ավելացնում պալիտրայի մեջ։ Հաջորդ տարբերակը կամերայի օգնությամբ է, երբ հետաքրքիր վայրում ես և ուզում ես այդ գույներից օգտվել, ֆիքսում ես այդ պահը։ Նաև կարող ես ընտրել ֆայլերից կամ ունեցած ֆոտոներից, որի գույները քեզ պետք են, այսպես ստեղծում ես ֆոտոյի գույներով քո պալիտրան։ Կարող ես շեյր անել, կրկնօրինակել և ջնջել ևս։ Այսքանն էր գույների հետ կապված հատվածը, կշարունակենք հաջորդ մասում ուսումնասիրել լեյերները։